Չէ, հարգալից Երեխեք, բայց ոնց որ արդեն նեղա չի լինում մի հերեկաղ։ Թիկունք չենք գնա, բայց դուք որ առաջ չգաք թիկունք չանցնեք։ Այս հանիտ ներողություն որ չի գրի երեխեք խաղդր գրի։ Ձեր լարվածությունը բայց անշապ չէ ոնցոր։ Շատ լարված է։ Դա լրագրության նոր ժանր է, այսինքն անձնական բնույթի գնահատականներ տալ։ Ես խնդրում հարգալից վերաբերվեք ուրեմն։ Կներեք ձեր ներկայությամբ ես խուլիգան ասեցին, մի հատ ոստիկան Ով ասեց խուլիգան։ Հանձնաժողովը Դե կարող է խուլիգանական արարքներ նկատեն, ինչ վիրավորել։ Որտեղ դուք եկաք ու ասեցիք Հիմա դրա մասին ենք խոսալու հարգելի լրագրողներ։ նախ Հիմա էլի սկսեցիք սադրել։ Խնդրում եմ հարգելի լրագրողներ կոռեկտության սահմանը չանցնենք, երկուստեք։ Խնդրում եմ ձևակերպել ձեր հարցադրումները։ Պարոն Պետրոսյան, դուք սցենարով այսօր եկավ հասավ այստեղ, այս հեծի հարցը։ Ի վերջո դուք նախագծել եք նաև այս ավարտը, այս վերջաբանը եւ ինչ եք պատրաստվում անել սրանից հետո, որովհետեւ հասկանալի է, որ այդ դուք եք տիրապետում իրավիճակին, դուք եք ստանում, այսպես ասած, կոնկրետ հանձնարարականներ եւ այլն։ Տիրապետում իրավիճակին ձևակերպման համար շնորհակալ եմ, այո, ես տիրապետում եմ իրավիճակին հեծում։ Գործընթացի շրջանում։ Գործընթացը եկաք ու սկսեցիք այստեղ քանդելու, հեծը քանդելու։ Դուք հարց եք տալիս, թե պնդում եք անում։ Խնդրում եմ մեկնաբանեք, ես հարցս արդեն ձևակերպեմ։ Ձեր հարցին պատասխանում եմ ուրեմն։ Գործընթացը ինքնին շարադրված է էներգետիկայի մասին օրենքով, էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով եւ ինձ համար մասնավորապես ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան հեծում տիրող իրավիճակը թաքցվելով եւ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով եւ իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար հեծը կզրկվի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների եւ այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որ ես տիրապետում եմ եւ իրավասում եմ այդպիսի ենթադրություններ անել։ Պարոն Պետրոսյան, դուք որպես պետական վերահսկողական ծառայության ղեկավար Հիմա ամենակոռեկտ հարցը ով ձևակերպի, պատասխանում եմ հարցին։ Ուղղորդման մասով ասեմ, որ որևէ ուղղորդում այդտեղ չկա, ես հանձնաժողովի նախագահի նշանակման պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել, հարգելիներ։ Դուք էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների այդ նախագիծը մեջ բերեցիք, բայց դա հակասահմանադրական են համարում։ Հենց ի սկզբանե Այ դուք արդեն դուք սխալ տեղեկացված եք կամ խեղաթյուրում եք գիտակցված փաստերը, հարգելիս։ Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Քանի դեռ սահմանադրական դատարանը չունի կայացած վճիռ, որևէ մեկ իրավունք չունի ասելու սահմանադրական այս գործընթացը։ Սպասեք սահմանադրական դատարանի վճիռը։ Որոշում եք արդեն իսկ արհամարել հենց ձեր նշանակումը։ Միջազգային վիճարկվեց եւ միջազգային դատարանը փաստորեն ձեզ փաստի առաջ է կանգնեցել։ Դուք արհամարել եք անգամ միջազգային դատարանի որոշումը։ Այդ հարցերի հասցեատերը ես չեմ, գործադիր իշխանությունն է եւ ՀՑԿՀ-ն։ Մարմինը
այդ հարցերին ես կարամ անձնական գնահատական տամ, որը ձերս կմնամ հիմա։ Չէ, անձնական գնահատական չեմ տա։ Պարոն Պետրոսյան, դուք ասում եք հսկայական բացահայտումներ եք արել ձեր պաշտոնը։ Ժորժ ջան, բայց այս գործընթացը ունի մի շարք կողմեր, վերջապես հանձնաժողով անդամներ, օպոնենտ կողմը, լավագույն փաստաբանները հանրապետության իմ գնահատմամբ, ամենահետաքրքիր մարդը ես եմ, որ բոլորդ ինձ եք Դրմեյանը միջազգային դատարանի որոշման հետ կապված հստակ ներկայացրել էր, թե ինչպիսի ընթացք պիտի լինի եւ դրանից հետո ինքը զրկվեց աշխատանքից։ Հիմա դուք ուզում եք մեզ համոզել, որ ամբողջ գործընթացը, մի վարքյան, դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամբողջ գործընթացը օրենքի շրջանակում է։ Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է, ես համոզված եմ, որ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել։ Գործող օրենքի շրջանակում է տարի ճշտությամբ գործընթացը գնում է գործող օրենքների շրջանակներում։ Հիմա երկխոսությանը վերածում ան ջան։ Պարոն Պետրոսյան, ասում եք բացահայտել եք ձեր այս պաշտոնավարման ընթացքում տարիներ շարունակ եղած խախտումներ եւ ինչ որ փաթեթներ եք կազմել։ 7 տարի իշխանության եք եղել, կա անկախ հանձնաժողով, որ 7 տարի գործել է, որի անդամները նաեւ ազգային ժողովում ներկայացնում են իրենց հաղորդումները եւ այս ընթացքում այո, դուք էլ ունեցել եք մի պաշտոն եւ մի լծակ, որը շատ լավ հարցեր եք տալի։ Հիմա ինչու այս տարիներին որևէ անգամ չի հնչել մի հայտարարություն, մի բացահայտում, որը նաեւ կհիմնավորեր, որ այսօր ձեր խոսքը, ձեր ասածները չդրվեն կասկածի տակ։ Շնորհակալություն կառուցողական հարցի համար։ Պետական վերահսկողական ծառայությունը լիազորված է վարչապետի վերահսկողական լիազորությունը իրացնել գործադիր իշխանության մարմինների եւ ենթակա հիմնարկների նկատմամբ։ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում, թողեք հարց պատասխանեք ուզում իմանալ։ Ասեք, պարոն։ Եվ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Այդ մասով դա։ Հաջորդիվ նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ 1 պատասխանատու անձը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ դա եւս ահազանգ էր, նաեւ ցուցիչ էր, որ ՀՑԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն։ Բայց ինչու մի հայտարարություն դուք ոնց եք իմացել, որ Հիմա ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, դուք էլի արժեզրկում եք իմ արած հայտ։ Թող հիմնավորի իմ հայտարարությունը։ Ռեսպոբլանի նշանակումն էր ցուցիչ, որ սպասում են նման։ Հիմա դուք փաստաբանն եք նախորդ։ Դե մեծ շոտ բանի չկա իմ ասացեք, ասում նախորդ շրջանի նախագահը։ ԿՊԱ-ական է եղել։ Պաշտոն է զբաղեցել։ Այսինքն ձեզ հետ համագործակցած մարդ է բերվում, դա ցուցիչ չէ, բայց Բաղրամյանի հերացումը ցուցիչ է։ Բայց որևէ օրենսդրական արգելք չկա մեզ հետ համագործակցած մարդը, ով այդ պահին վայր է դնում իր կուսակցական պատկանելիության մանդատը, կամ սառեցնում է։ Իր հայացքները սառեցվում են։ Եվ նվիրվածությունը ձեզ։ Մի րոպե առաջ վայրադնում։ Ժորժան, լուրջ, ես խնդրում եմ ամբողջ հանրությունը մեզ նայում է լուրջ հարցեր տվեք, ասեք գնահատական եք տալու։ Լուրջ հարց տվեք հիմա։ Դուք ես ամբողջ process-ը այդքան լուրջ եք համարում, հա։ Սա անլուրջ է, բա ինչ եք լուսաբանում որ անլուրջ է։ Եթե Ժորժան, եթե անլուրջ process-ը գնացեք ձեր գործերը գնացեք պարլամենտում բյուջեն եք քննարկում։ Ինչ եք եկել ՀՑԿ-ը։ Մեզ հանձնարարությունը մասին հաղորդում եք։ Բայց դուք չավարտեցիք իմ պատասխանը, պարոն Պետրոսյան։ Ձեր հարցի երրորդ մասը հիշեցրեք էլի։ 7 տարի։ Ո՞վ մենական ճիշտ է կանդիդ հնչում է։ Շոյ ջան, ո՞նց է։ Պարոն Պետրոսյան, ի վերջո դուք ասում եք կոծկվել է, ես իմ գործընկերուհուն շարունակեմ։ Եթե կոծկվել է հանցավոր ձևով, հանցավոր նպատակով, այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել ձեր կարծիքով այդ կոծկելու համար, նրանք պատասխանատվության ենթարկվել են, դուք ասում եք հեռացավ Գարեգին։ Չվերջապես լավ հարց տվեցիք, ասեմ ձեզ, այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի։ Իսկ ինչու իրավապահները սկսեցին այդ վարույթները եւ այդ ամբողջ process-ը նախաձեռնել հենց այն փուլում, երբ որ Սամվել Կարապետյանը արեց այդ իր կարճ հայտարարությունը հարցը տակ իրավապահներին հարգելի գործ։ Չէ, դուք դրանից հետո են ընթացք տրվել։ Դուք դրանից հետո եք խոսում կոծումներից, պարոն Պետրոսյան։ Սպառիչ պատասխանեմ ձեր հարցին, որովհետեւ նախքին
ղեկավարները հետցի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել այսպես ասած իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, արերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել։ Հանձնաժողովի նախագահը, որին մեղադրում եք կոծկումների համար, իր հետ հանդիպում եք ազգան ժողովում ձեր թիմակիցները, դա ինչու չէր այդ դեպքում ընթացք տրվում իրավական, դրան ինչու իրավական ընթացք չկար, պարոն Պետրոսյան։ Անգործության մասի չէ խոսքը։ Կասեք նախկին նախագահային հանձնաժողովի, ասում եք կոծկել է եւ այլն։ Ես այդպեսի բան չասեցի։ Չէ, դուք ասացիք ես ամեն բառ ճիշտ եմ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 տարի Ընկերությունը նաև բարձր վարկանիշ էր, տվել այդ առումով ինչ կարող եք ասել, ըստ էության ավելի բարձր էր, քան անգամ պետության։ Շնորհակալ եմ լավ հարցի համար։ Հիմա պատասխանեմ այդ հարցին եւս սիրով, անհասկանալի է մնում մինչ օրս, թե մեր պետության միջազգային վարկանիշից ինչպես են բարձր վարկանիշ տվել մեր պետությունում գործող մասնավոր ընկերության։ Ինձ համար է այդ հարցը։ Կառավարման համակարգի համար։ Կառավարման համակարգի համար մոտիս կառավարման որակի համար տվել էր ավելի լավ են կառավարում, քան պետության ներկայացուցիչները, հավանաբար է Ինքն է ասել կոծկել, վերջին Հիմա հավանաբար ասում եք հավանաբար։ Ես ասում եմ ես իմ տարակուսանքն եմ հայտնում, թե ինչպես էր Moody's-ը պետության վարկանիշից մեկ միավոր ավելի վարկանիշ տվել նույն պետության օրենսդրությամբ, այդ թվում պետության կարգավորների ներքո գտնվող եւ պետական մարմնի կողմից լիցենզավորվող մարմնին մի միավոր ավել տվել։ Բայց այդ միավորը հանելով եկավ ընկավ իր տեղը նորմալ է։ Հեծը մեր պետության հավասար ռեյտինգային միավորն է, սպայն ինչը առողջ է։ Ստացվում է որ բոլորը աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի 5 միլիոն 200,000 Կասեք չեք ամաչում ընդհանրապես։ Ես թե ինչքան աշխատավարձ եմ ստանում, դա իմ անձնական Խնդրում եմ մի անջատեք, մարդիկ իմանան թե հոսանքազրկում ունենք, բայց հոսանքազրկում չունենք 30%-ով հոսանքազրկումների վիճակագրությունը նվազել է մեր երկրում այլևս։ Բայց ինչ է կարել, պարոն Պետրոսյան, ինչով էր դա պայմանավորված նվազել։ Ասեմ, մենք վերացնել ենք մի շարք կենսականներ, տեխնիկական խնդիրներ ենք վերացրել եւ նաեւ հերթապահություն ենք պատշաճ իրականացում։ Ձեր հարցին կպատասխանեմ սիրով։ Ասեմ ձեզ, թե ինչքան եմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտարարատու անձ եմ, իմ հայտարարագրում կտեսնեք անշուշտ, բայց ես ձեր հարցինի պատասխան կարող եմ ասել։ Ես եւ իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք այն միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող եւ ազատված պաշտոնյաները։ Այդ հարցերը մի անգամ ինչի չեք իրancs ուղում, որ մենակ ինձ եք։ Սամվել Կարապետյանի հաշվի 5 միլիոն դոլարներ այդքան չվստահ։ Լավ, բայց անձնական հարցեր, եկեք անձնական իմ իրավունքները չպատասխանել ձեր այդ հարցին, հաջորդ հարցը։ Չեք ամաչում, ասում եք իր հաշվին սնվում եք։ Ժորդ բա 4 հոգի զուգահեռ հարց եք տալ, ես բոլոր հարցերը չեմ կարող։ Մարդիկ այդքան փող են վերցնում, են առնում, դուք ամեն ամիս եք այդքան վճարում։ Սամվել Կարապետյանի հաշվին դուք այդ աշխատավարձը ստանում եք միլիոնները։ Ասում եմ չեք ամաչում ստեղծված այս գործընթացի համար։ Բարոյական է իմ հարցը, հասկանում եք, դուք իրավական։ Դուք հիմա բարոյական քարոզ եք կարդալ այս գործընթացում ինձ։ Բացի այդ ներողություն։ Ես պարոն Կարապետյանի ընտանիքի համար բավականին մեծ շնորհակալ գործ եմ արել 3 ամիսներին, 3.5 հարգելի գործընկերներ։ Հիմա հիմնավորեմ ասածս։ Ես եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուրավոր միլիոն դրամների խնայողություններ գնման գործընթացների արդյունքում ներդրումային ծրագրի իրականացման մատակարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովել արդյունքում, ինչպես նաև միջին ու վերին օղակներում արկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով ահռելի խնայողություններ մարել, որոնք վերջնարդյունքում դառնալու են շահույթ եւ դրա շահույթը հարկը վճարելով Կարապետյանին ընտանիքը դիվիդենդ է հանելու տնտեսությունից։ Վերջնարդյունքում։ Ես ես կարամ հաշվարկով ներկայացնեմ։ Շնորհակալություն հայտնել եք Սամվել Կարապետյանին ձեզ X գումար աշխատավարձ։ Պարոն Մակրան, ձեր հարցը կոռեկտ չի։ Պարոն Պետրոսյան, Դուք ասացիք, որ նախկին նախագահ Հարգեք ձեր գործընկերուն։ Կարող եք Պատասխանեք։ Գործընկերս Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք։ Այո։ Օրենքը վեր է, չէ՞ բոլորիցս։ Ես օրենքի ուժով եմ իրացնում իմ լիազորությունները։ Ձեր հարցի պատասխանը ստացեք։ Սամվել Կարապետյանի Բարոյականության դասեր մի տեղ որ ասենք բարոյական դաշտ։ Դուք ասում եք, որ այդ հարցով։ Ինչ 7 տարի հետո զբաղվում էցի հարցով։ Հազիվ այնքան հարցեր կար մեր երկրում, հազիվ 7 տարի անց հասանք հեծի հարցին, Ժորժ ջան, պատասխանեք։ Բայց ինչ վիճակում Չեմ կարող կանխատեսումներ անել։
Հիմա արժե զրկում եք հարցերը, խնդրում լուրջ հարցեր։ Ազգայնացման գաղափարի մասին նախագահի վերաբերյալ նշելով, որ անգործության էստեյության մատնված եղել անգործության է մատնված եղել, բայց քիչ առաջ այն մարդը, որը ձեզ նշանակել է ժամանակավոր կառավարիչ, Տաշիր ընկերությունների խումբը միջնորդություն ներկայացրեց բավականին ծավալուն եւ հիմա սրա վերաբերյալ եւ դուք ասացիք, որ ինքը դադարեցրել է իր անդամակցությունը քաղաքացիական պայմանագրին։ Մեկ օրվա ընթացքում դադարեց նաեւ նրա քաղաքական հայացքները, կապերը։ Հիմա դուք լրագրողը որպես պարտավոր եք անաչառ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, բայց դուք ներքուստ կունենաք ձեր քաղաքական հակումները ու ազատ եք այդ համոզմունքների եւ հակումների մեջ ինչպես սահմանադրությամբ է երաշխավորած ձեր մտքի խղճի ազատությունը մեր երկրում ինչ կապ ունի քաղաքականապես ում է հակված անձը իր լիազորությունը իրացնելիս քաղաքական հայացքները եթե չի դրսևորվում եւ քաղաքական նախապատվություններով չի շարժում լրագրողը 4-րդ իշխանության մասը հարգելի ես որևէ քաղաքական հայացքներ չունեմ եւ որևէ քանի որ դուք պատրաստ եք այդ ես ցավում եմ մեր լրագրության վիճակի մասին ցավում եմ Ձեր ստեղծած երկրի համար ցավացեք ու ձեր ստեղծած կան մտահոգություններ, որ հեծը ներողություն կան մտահոգություններ։ Դուք հիմա ինչ հայտարարություններ եք անում։ Ես որևէ մեկին չվիրավորեցի իմ ասելով։ Իմ խոսքերը որևէ մեկին ես ասացի։ Ես ասացի։ Բայց այդ կուսակից կան կարծիքներ եւ մտահոգություններ, որ հեծը կարող է հայտնվել ադրբեջանցի կամ թուրք ներդրողների ձեռքին։ Հիմա ով հայտարարել այդպիսի մտահոգություններ Ղազարյանը քիչ առաջ ասեց։ Մի վարքյան Սուզի ջան հարցը անդամները եղել են Թուրքիայում եւ արկած կա որ թուրքական ընկերությանը կարող է պատկանել այս ընկերությունը։ Ձեզանից շատ-շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարամ տես պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդում անեմ։ Թե հիմա ձեր նշած անձը ինչ պնդումներ ան իր պնդումների մասով են հարցադրում արեք ինչ եք ինձ հարցնում հետաքրքրում ՀՑԿ-ի ներկայացուցչական կազմով ինչու է եղել Թուրքիայում ում հետ է հանդիպել արդյոք այդ հանդիպումը կարող է կապ ունենալ հեծում ներդրումներ անելու հետ դա ձեզ չի հետաքրքրում որովհետև խոսվում էր ազգայնացման մասին հիմա ոնց որ մտահոգություններ կան թրքացման դա ինձ այնքանով է հետաքրքրում որքանով ինձ հետաքրքիր չէ թե դուք որ ուժի կենտրոնից եք այդ պատվիրած հարցերը ձևակերպում ժողովուրդ ջան ինչա նշանակում ՀՑԿ-հն թրքացման եւ այլն որ ձեր գործողությունները Թուրքիայից են պատվիրված ես հայտարարություն քիչ առաջ հնչել ձեզ դուք կոռուպցիա սահմանացնում դուք եք հարցեր ունեք ուրիշ դուք ով եք ներողություն տեսնում ռազմավարական օբյեկտ է դուք շատ պարտավոր եք այդ հարցին պատասխանել խնդրեմ ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿ-ը ընդունած այսօրվա կամ գուցե հետաձգված մինչև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից ՀՑԿ-հն է այն լիազոր մարմինն ու սահմանադրական ինստիտուտը, որը պետք է կանխորոշի, թե ով որ երկիրում հետ գնաց, դա որևէ ազդեցություն, որևէ բան չի նշանակում, մասնավորապես ինձ համար։ Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ կազմակերպության հանձնելու։ Ներդրումներ չեն լինելու հեծում, կարող եք երթալ։ Դա մեր հասարակության դուք ինչ մասնակցություն ունեք։ Չէ, ուզում եմ որ ժուրնալիստիկայում երթվելու ինստիտուտ կա։ Չէ, ես ուզում եմ որ ձեր խոսքը, որովհետև կառավարության անդամները այնքան թողեք ես թողեք Ժորժան իրավունք ունեմ 5 րոպե ընդգծում ունենալու կարևոր հարցի Ադրբեջանի եւ Թուրքիայի պատրաստվում եք տալ մեր համար կարևոր օբյեկտ։ Ես տվող կամ վերցնող չեմ հեծը հարգելիս թարգեք ես դուք այդ գործընթացը նպաստով եք այդ գործընթացը մեջ բայց ճիշտ չես անում Նախարարեք շարժվեք որ մեզ հոճանեն հարցը քիչ է վերադարձան ով է նստել ինտեղ Պարոն Պետրոսյան, դեպքում շահի պետությունը եթե քեզը զրկի լիցենզիայից, եւ բնակչությունը ինչ չեմ կարող հիմա կանխատեսումներ անել, որոշումը լինի, որոշում ես կմեկնաբանեմ։ Հետի մինչև Օրենքի գերակայությունը երաշխավորելու համար
Կարծում եմ արելի Այդ տաշի փոխնահեսնը որ երեք դրանով կարող է։ Միան կառուցողական ար, դուք դες բանը չեք։ Ասա ժողովն է։ Ու տվեք նստեմ իմ տեղը ժողով։ Ասանի վազը Վազելսը 30 հումայով է հարցը։ Ինչ է բավարար, ասում ես թվի նվազել Անի, 16 թվի Անի, ես այժմանը կախված դինավ եք, ես պարկ Ակիդի նրանք լոքները խնդրում եմ զբաղեցրել ձեր տեղերը նիստը